Եթերում տեսլականն է բարև ձեզ, այսօր սիրով հյուրընկալել եմ հայագետ, արևելագետ Լիա Ավետիսյանին, նա հետաքրքիր և միևնույն ժամանակ կարևոր ասելիքով է եկել, մնացեք մեզ հետ։ Ֆուկ արեցին Ալիևին ամեն տեղից։ Չի ստացվելու, երկուսն էլ վարի են գնալու։ Սա հերթական խաղն է, եղուդական։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարեց, որ ճանաչում է հայոց ցեղասպանությունը։ Նեթանյահուն գող, ավազակ հանցագործա։ Իրա բերանը դուս խոսք չկա, հոգուտ մատաղ։ Սիրիայից բաց թողած հերթ-հերթիրը ընկավ հենց Կնեսետի վրա, իրենց ազգային ժողովի վրա։ 37 դի հանեցին պատգամավորներ։ Նաիրի Հունանյանը տականքը մտավ և պղծեց մեր ազգային ժողովը, իսկ դա ազգի սիրտն է։ Եվ Իսրայելը կճանաչի հայոց ցեղասպանությունը։ Չէ, բտկիցդ հանը ինչ ես խոսում։ Լացը կգա իրանց, ինչ ես խոսում։ Իրար այսպես բռնել են, երկու գող ավազակ այսպես իրար բռնել են։ Ալիևին գցի, ստորացնի, ասի էս։ Էրդողանը ուզում է Ալիևին ստորացնել։ Իհարկե։ Իսկ ես անընդհատ քեզ ասում էի, որ Ալիևը այսօր է քուծա։ Բարև ձեզ, Տիկին Ավետիսյան։ Շատ բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրեցիք եւ եկաք։ Սիրով։ Տիկին Ավետիսյան, հաղորդման մեկնաբանությունների բաժնում բազմաթիվ հարցեր են ձեզ հղել, բազմաթիվ շնորհակալություններ են ձեզ հայտնում, հետաքրքիր, ուսուցողական, միևնույն ժամանակ դաստիարակչական խորհուրդների եւ այն ամենի մասին, ինչով դուք զբաղվում եք եւ ինչը մեր եթերից հրապարակում եք։ Դա պետք է, գիտես Արեգ ջան, ես կարծում եմ, որ անհրաժեշտ է, ես պարտավոր եմ դա անել։ Եթե գիտեմ, պետք է ասեմ մարդկանց, պետք է կիսվեմ։ Ու մարդիկ շատ նորմալ մարդիկ են, փողոցում մոտենում են, իրանց շնորհակալական խոսքն են ասում, դա երջանկություն է։ Վերադառնանք մեր օրեր եւ այն ամենի մասին ենք խոսելու, ինչը տեղի է ունենում Հայաստանում, ինչպիսի վտանգներ եւ հատկապես այն երկրների եւ ժողովուրդների մասին, ովքեր ցանկանում են Հայաստանի վատ վիճակը։ Սկսենք Իսրայելից։ Օրերս Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարեց, որ ճանաչում է հայոց ցեղասպանությունը։ Սա ինչ էր, սա միֆ էր, խաբկանք էր, մոլորություն էր։ Սա հերթական խաղն է, եղուդական։ Հերթական խաղն է։ Նա իրանք եւ թուրքերը իրար այդ հարցով կարողանում են նեղել։ Թուրքը եւ հենց որ սրանք մի բան են ասում է այ կասեմ, որ ձեր ծրագիրներ, նրանք էլ ասում են այ կասեմ, որ կատարողը դուք եք։ Մենք չէինք, կոնկրետ ֆիզիկական անձինք էին, ջհուդ, որ այդ բանը նախաձեռնել են։ Սա մեզ չի վերաբերվում, դա իրանց երկկողմանի շանտաժի եւ հարաբերությունների հարց է։ Դա մեզ երբեք չի վերաբերվի։ Եվ օգտագործում են մեզ։ Բա իհարկե, ոչ թե մեզ, այլ մեր ցավը, մեր պատմությունը, մեր այդ մեծ դժբախտությունը, որ տեղի ունեցավ, իրանք օգտագործում են, որ իրանց շանտաժի խաղում։ Եվ դրան պետք չի լուրջ վերաբերվել։ Պետք չի ասել, վայ, Նեթանյահուն ճանաչեց, Նեթանյահուն գող, ավազակ հանցագործա։ Երեք վերջի անգամ դատավարությունը երեք էր Նեթանյահուի։ Տիկին Ավետիսյան, հետաքրքրականն այն է հատկապես, երբ Նեթանյահուն ասաց, որ Իսրայելը ճանաչել է, նա տեղյակ չէր, որ Իսրայելը չի ճանաչել, առավել ևս երբ Քնեսեթը չի ճանաչել, սա ինչ խաղ էր։ Իրա բերանը դուս խոսք չկա, հոգուտ մատաղ, ինքը իսկի Նեթանյահու էլ չի, ինքը Միլեյկովիչը, Նեթանյահուն շինցու ազգանունա մեր աստվածատրյանի պես, աստծու տված, Նեթանյահու, Յահվեն տվել է, ինքը տեղով սուտ է այդ մարդը,
Ինքը շատ մոտիկ հարաբերություններ ուներ Բայդենի հետ։ Հիմա մոտիկ հարաբերություններ ունի Տրամպի հետ։ Վաղը վերակենդանանա Բայդենը նորից իր հետ կլինի։ Մեջը դուս խոսք չկա, խափեբայ է այդ մարդը։ Դա պետք է լավ հիշենք։ Ինքը 3 տարբեր հոդվածներով ենթակա է քրեական հետապնդման։ Դատավարությունը ժամանակ առ ժամանակ վերսկսվում է։ Հենց սկսվում է դատավարությունը, մի այնպիսի բան է պատահում, որ երկրում բանը վիճակը սրվում է եւ դատավարությունը պետք է կանգնի։ Երեք դատավարությունը վերսկսվել էր, պետք է վերսկսվեր, իրանք կրակեցին Դոհայի վրա, Կատարի։ Ավիրեցին այդտեղ բանը ու դատավարությունը շուտ պրծավ։ Բայց այսօր իրանք ունեն բան, չէ, երկաթե գմբեթ պաշտպանական։ Այդ գմբեթը չաշխատեց։ Սիրիայից բաց թողված հրթիռը ընկավ հենց Կնեսետի վրա, իրանց ազգային ժողովի վրա։ Ու շատ երկար ժամանակ ստիպված էին այդտեղ փրկարարները աշխատել, մինչև 37 դի հանեցին падգամավորների։ Էլ չեմ ասում, բացի դրանցից էլի մարդիկ կային։ Բայց ԶԼՄ-ներին աշխարհի հրաման տրվեց ոչ մի ձեն։ Հետաքրքիր բան եք ասում, Տիկին Ավետիսյան, ցնցող բացահայտումներ եք անում։ Բա մեզ վախացնում էին վերջերս, չէ, կարմիր լուսին, դա բանա, շատ վատ է, իրաց համար էր վատ, իր կտակարանում զգուշացումը գրված էր, որ Յոմ Կիպուրը գալու է, որ բանի դատաստանի օրը, եկավ։ Տեսեք, ինչպես Նետանյահուն ասաց, որ ուղիղ եթերի ժամանակ, ոդկասթի ժամանակ ասաց, որ ճանաչում է հայոց ցեղասպանությունը, դրանից հետո Թուրքիան անհապաղ դատապարտեց նրա այդ քայլը։ Նախ իրան երբանից են սկսել ասել Բիբի։ Երբ ինքը գրեց գիրք, վերնագիրն էր Բիբի, հիշողություններ։ Իրան փոքր ժամանակ Բիբի էին ասում։ Հիմա մերոնք էլ Էդոմ, Մշոպ, Պուպուշիկ, տենց անուններ, ինքը չամաչեց գրեց, որ ես Բիբի եմ եղել փոքր ժամանակ։ Դրանից հետո սաղ իրան սկսեցին ասել Բիբի։ Ինքը մարդկանց հոգեբանության հետ խաղալ գիտի։ Շատ նուրբ ձևերով։ Երբ որ Բիբի ես ասում իրան, դու ներողամիտ ես, որովհետև աչքիդ առաջ բալիկա գալիս։ Բիբի, բեյբի։ Նետանյահուն հայոց ցեղասպանության ճանաչման մասին հիշեց այն ժամանակ, երբ իր գլխին զգաց Թուրքիայի բռունցքը։ Իրանք անընդհատ այդ բռունցքը զգում են իրար գլխին, էսա, որ պետք է բմփա, որովհետև իրանք երկուսն էլ հանցագործ են, իրար հետ կապված են եւ մեկը մյուսին մատնելով փորձում են ջրի երես դուրս գալ։ Չի ստացվելու։ Երկուսն էլ վարի են գնալու։ Պարտադիր։ Արդարություն կա աշխարհում։ Եվ այդ արդարությունը կաշխատի։ Այսօր որ Կնեսետի վրա այդ հրթիռը ընկավ, ես ցավում եմ այդ 37 մարդկանց համար, բայց որ իրանց ազգային ժողովը այդպես խոցվեց, դա շատ ճիշտ պատիժ էր։ Ես չեմ մոռանա հոկտեմբերի 27-ը, որտեղ իրանց մատախառն էր։ Եվ որ Նաիրի Հունանյանը տականքը մտավ եւ պղծեց մեր ազգային ժողովը, իսկ դա ազգի սիրտն է։ Երբ գնդակահարեցին մի քանի մեր լավագույն տղաներին, իրանք պղծեցին մեր պետականությունը։ Այսօր պղծվեց իրանց սրիկատ իշխանությունը։ Եվ պղծվեց այնպես, որ քանդվեց շենքը ընդհանրապես։ Ինչ է կարծում Իսրայելի վարչապետի այդ հայտարարությունը իրական ուժ կստանա եւ Իսրայելը կճանաչի հայոց ցեղասպանությունը։ Չէ, մտքիցը տանը ինչ ես խոսում։ Դրանք խափեբա մարդիկ են, երբեք գրազ եմ գալու, երբեք։ Որովհետեւ միջև այդ որևէ պաշտոնյա, որևէ ձևով ոչ ակնարկել է նման փաստ, միակը ինքն էր եւ ասաց նման բան։
Դա այսինքն լուրջ չի կարելի վերաբերվել։ Ոչ մի Վարչապետի դեպքում։ մակարդակով։ Ոչ մի դեպքում։ Իրանք խաբեբա են։ Ախր երբ որ Հիսուսը իրանց մասին ասել է, որ դուք ստի զավակներն եք, երբ ձեր հայրը կխոսես, սուտ կխոսե, իրենը կսե, կսատանա, սատանա բառը իրանցի ծածանցյալը, իրանց սուտ խոսելուց, երբեք չհավատաս, որ իրանք ընդունելու են։ Այն օրը, որ իրանք ընդունեցին, Թուրքիան անեց կարտեր կհանի ու կհրապարակի, որ լացը կգա իրանց, ինչ ես խոսում, իրար այսեց բռնել են, երկու գող ավազակ այսեց իրար բռնել են։ Ալիևի ձեռքն են բռնել։ Դե Ալիևը տեսար ինչ եղավ, տեսար ինչ եղավ, բա որ ասում էի, ֆուկ արեցին Ալիևին ամեն տեղից, հիմա էլ Եվրամիությունն է հրաժարվել Իրանից գազ առնի։ Տես քանի տեղից ինքը դուրս մնաց, ինքը ոնց կարողացավ այդ մի վարկյանով Պուտինը ճանապարհին ձեռքը սեղմեց անցավ, դրանից կինո սարքեցին, ամեն տեղ դրեցին, որ ասեն, վայ տեսեք Պուտինը եկել էր իրան բարևելու։ Ինքը ֆուկ է։ Ես քեզ մի հատ նկար եմ ուղարկել, ուրեմն Էրդողանի վարորդը նստածած սպասում է շեֆին, Ալիևի քթից ընկած։ Դու կարծում ես պատահական է Էրդողանը այդ դեմքով, այդ արտաքինով վարորդ ընտրել։ Այդ դիտմամբ է արել։ Այդ բանը Կրեմլի փուլի թղթակիցներից մեկը Յունաշևը ինքը նկարեց։ Այս հիմա շոսում։ Ինչու է նման մարդու ընտրել Էրդողանը։ Միտումնավոր, որ Ալիևին գցի, ստորացնի, ասի էս։ Էրդողանը ուզում է Ալիևին ստորացնել։ Իհարկե, որ քիթը հանկարծ չծծի, որ մեծ չխոսի, ինքը իրա բանը ոտերը ամպոտ էին, վերջերս ինքը շատ բան արեց, գոռոզացավ, նիսա տեղը, իսկ ես անընդհատ քեզ ասում էի, որ Ալիևը այսօր է քուցա չհավատակ այդ իրա սրընթաց վերելքին, ինքը շատ վատ է իջնելու, վայրեջքը շատ ցավոտ է լինելու, որտեվ դատարկ էր տակը։ Նու անկումը, այո, անկումը։ Ձեր ասած ժամանակը դեռևս ուժի մեջ է հավանաբար։ Հələ սպասի, հələ վատից վատն էլ կա։ Հայաստանի թշնամիների համար։ Այո, Հայաստանի թշնամիների համար, ներսը լինեն, թե դուրսը լինեն։ Տիկին Ավետիսյան, Ամերիկայում հանդիպում, Ալյասկայում հանդիպում, Չինաստանում հանդիպումներ, որոնք մեկը մյուսին հաջորդում են։ Դրանից Հայաստանը ինչ է շահում։ Ոչ մի բան։ Հայաստանը այդտեղ խաղացող չի։ Ինքը ներկա է։ Բոլորովին խաղացող չի։ Չեն խաղացնում Հայաստանը։ Հայաստանը ինքը ունի այսօր, ես նկատի ունեմ հայաստանյան իշխանությունը, ունի այսօր այն հեղինակությունը, որը թույլ կտար իրան որևէ բեմահարթակում հանդես գալ ինչ-որ կարևոր միսիայով, դերակատարությամբ։ Ոչ մի բան, ամենա չմոտ տարբերակի հետ կգնա կհանդիպի, որ մենակ թե հանդիպի, որ չասեն ինքը անգործ նստել էր։ Ամոթալի է, ինձ համար շատ ամոթալի է, որովհետև մեր ներուժը ուրիշ է։ Ուր ենք գնում այսպես։ Մենք չենք գնում, մեզ տանում են, բանը հարում են, մենք չենք գնում։ Ու գնալու ուժ, կորով, գիտակցություն, ցավոք սրտի չունենք, այդպիսի պատմական պահ հիմա։ Չունենք, թե ճնշում են, որ չունենանք։
Նու ամեն ինչ արվում է, որ չունենանք, լավագույն մարդիկ նստած են բանտում, ցավոտ տանեմ։ Բանտում են նստած, երկու հատ սրբասան արքեպիսկոպոս նստած են բանտում է, ով ատես է տենց բան, սովետը տենց բան չի արել, որ աթեիստական երկիր էր։ Պատերազմից հետո հատկապես Տիկին Ավետիսյան մեզ ներկայացնում են որպես թույլ, տկար, պարտված, մեր իրական ներուժը չեն ուզում ճիշտ ներկայացնել, սա ինչ քաղաքականություն է։ Գիտես ինչ, օրերս ուրեմն իմ ընկերներից մեկը եկել էր Փարիզից, հատուկ իր հաշվին համերգ էր կազմակերպել նվիրված Ավետիք Իսահակյանի 150-ամյակին։ Եվ Իսահակյանի բարերով բանաստեղծությունների հիման վրա մեր կոմպոզիտորների ստեղծած ռոմանսները կատարեցին մեր լավագույն երգիչները։ Հրաշալի մի հատ նվագախումբ։ Մի հատ դերասան եկավ Ավետիք Իսահակյանի դեմքը սարկած, փայտիկով Իսահակյանի պես։ Արտասանեց, ես դες ասում եմ կգա ոգուսով։ Այդ ինչ համերգ էր դու չես պատկերացնում։ Վերջում, երբ որ իրանք Իսահակյանի հայրենիքն էին երգում, դահլիճը լաց եղավ։ Որովհետև հավաքական ուժը մեծ է այս ազգի։ Թվում է, որ պետք է մենք ունայնության մեջ լինենք, թվում է, որ պետք է արդեն ամեն ինչից ձեռք քաշենք, Փարիզից մարդը գալիս է իր հաշվին ցենց համերգ անում, Ադամ Բարոն։ Մեր ներուժը շատ մեծ է, ամեն ինչ կարող ենք մենք անել, միայն թե պատմական պահը պետք է գա։ Ինչ վտանգներ եք տեսնում, ամենամեծ վտանգը ներսից է լինելու, թե դրսից, Տիկին Ավետիսյան։ Ամենամեծ վտանգը այն է, երբ որ ներսի թշնամին ու դրսի թշնամին իրանց խոսքը մեկ են անում։ Այդ ժամանակ վտանգը, այդ ժամանակ Կարս են հանձնում, Շուշի են հանձնում, այդ ժամանակը։ Բայց ես կարծում եմ, որ ես ասում եի, որ 28 թվին կլինի, հա, արդեն ոնց-որ թե բացվում է։ Ախր գիտես այնպիսի բաներ են կատարվում, որ մարդ զարմանում է։ Օրինակ այդ կովիդի բանը սարսափելի համաշխարհային միջոցառումը, հա, այդքան մարդ մահացավ, այդքան մարդ ինվալիդ դառավ, այդքան պատվաստանյութ սրսկեցին։ Հիմա Ամերիկայում Տրամպը նշանակել է առողջապահության նախարար Ջոն Կենեդի զարմիկին, Էլի Կենեդին։ Հիմա ինքը վերցրեց, իսկ ինքը անտիվաքսեր է, պատվաստումների թշնամի է։ Սկզբունքորեն ու ինքը լավ մասնագետ է, լավ գիտնական է, լավ բժիշկ է։ Ինչքան այդ Pfizer-Meiser-ի հետ կապված մարդ կա, բոլորին հեռացրել է 14 հոգի։ Հիմա Ամերիկայի բերեք սենատում լսումներ են այդ հարցով։ Հարցակվում են Կենեդիի վրա։ Ինքը ասում է, ինչ եք խոսում։ Երբ որ իմ հոպարը նախագահ էր, Ամերիկայում հաշմանդամ էր 6% բնակչության։ Հիմա Ամերիկայում հաշմանդամը 66.2%։ Բանակ 10 հոգուց 2-ը կարող են գնալ։ Դուք ինչի մասին եք խոսում։ Դուք պարտված երկիր եք նախապես։ Երբ որ իրանք մեծ խոսում են, եւ նույնը հարակից երկրներում է այդպես։ Նույնը այնտեղ է, երբ որ մեծ խոսում են իրանք պատերազմից, իրանք պետք է շատ լավ հիշեն, որ իրանք հաշմանդամ զորք են ունենալու։ Այսինքն զորք չեն ունենալու։ Այսինքն Թուրքիան եւ Ադրբեջանն։ Եվ Թուրքիան, եւ Ադրբեջանը, եւ Լեհաստանը, եւ Ֆրանսիան, եւ Գերմանիան եւ այլն։ Այսինքն մեզ երբ որ վախացնում են երրորդ համաշխարհայինով, դա իրական պատերազմ չի լինելու։
Նախ սկսված է շատ վաղուց 2001 թվին, երբ որ այդ երկվորյակ շենքերը պայթացրեցին, թատրոն սարքեցին ամերիկացիները արաբների անունից, որ գնան Բաղդադի թանգարանը գողանան եւ այլն։ Բայց նաև այն է, որ իրենք կարող են հաղթել միայն տերորով։ Իրենք տերորիստ են բոլորը։ Եվ իհարկե առաջատարը Իսրայելն է։ Իսրայելը 99 թվականին շատ հայտնի մի հատ շեյխ կար, ազգայնական, փողոցում երկու Իսրայելի Մոսադի գործակալ մոտեցան ականջի մեջ կաթացրեցին, այդ մարդը ընկավ։ Բայց իրենց բռնեցին։ Այդ բանը կատարում էր կարծեմ։ Կատարի իշխանությունը ասեց, եկեք այս մարդուն բուժեք, թե չէ սրանց գլուխը կտրելու ենք։ Եկան բուժեցին, ինչ-որ սրսկեցին, դե որ թույնը կա, հակաթույնն էլ կա։ Սրսկեցին, այս մարդը առողջացավ, այդ երկու բաներին էլ ազատ արձակեցին։ Իրանք այդպես են անում, դու երևի փոքր էր այն ժամանակ։ Հնարել էին օրինակ բանը Անձրևանոցի սրսկում։ Անձրևանոցով մի հատ ձաձագնում էր փողոցով։ Ծայրը այդ բանի քթի վրա ամպուլա էր բանով, թույնով։ Ձեռի հետ մեկին ծակում էր։ Ու վերջ, այդ մարդը մահանում էր։ Տերորիստական միլիոնավոր իրանք միջոցներ ունեն մարդկանց խոցելու, սպանելու, ոչնչացնելու, պայթացնելու, հա, վերցնում են այդ բաները, անունը ինչ էր, սմարթֆոնները չեն, պեյջերները, մարդկա ձեռքում սկսեցին պայթել, չէ, տասնյակ հազարավոր պեյջերներ պայթեցին, ինչքան մարդ մահացավ, այդ դրա մասնագետն են, բայց գնալ, Զարոջին ու Զաստալինը չեն կարող, իմ սուրբ հայրենիք գնան կռիվանել չեն կարող, մարդունակ բանակ չունի, ոչ են արևելքը, ոչ էլ էս արևմուտքը։ Տեխնիկան զարգացեց, գիտությունը զարգանում է։ Դրա համար է զարգանում, որ իրանց հաշմանդամ իդիոտները տանը նստեն, տեխնիկան դրոնով թռնի, մարդ սպանի։ Դրա համար են զարգացնում։ Այո։ Գիտես ինչ, եթե չլինի ներքին դավադրությունը, միևնույն է, մեր տղեկը կհաղթեն։ Դավադրություն կա, անընդհատ։ Տիկին Ավետիսյան, Հայաստանը այսօր ունի այն ներուժը, այն պոտենցիալը, որ կարողանա գտնել, վերագտնել իր երբեմնի հաղթական ուղին։ Իհարկե։ Պետք է հիշենք, որ ցեղասպանությունից հետո Հայաստանը, սող Հայաստանը 500,000 անօթևան, հիվանդ, այրի եւ որբեր էին։ Այդ սա Հայաստանն էր։ Այդ 15 թիվն էր, չէ՞։ 17 թիվ տարի անց 1932 թվականին Ալեքսանդր Թամանյանը գնաց Փարիզ, օպերայի մանրակերտը ստացավ ոսկե մեդալ միջազգային ցուցահանդեսում։ Եվս 4 տարի, այսինքն 21 տարի անց օպերան բացվեց Տիգրանյանի օպերայի պրեմիերայով։ 15 թիվ եւ 36 թիվ 21 տարի անց եւ եւս 15 տարի պարտադիր միջնակարգ կրթություն ամբողջ Հայաստանով, երբ որ մարդիկ անգրագետ էին, գրել կարդալ չգիտեին։ Իմ պապիկը դպրոցներ էր բացում Հայաստանում, 5 դպրոց տարբեր գյուղերում բացել է։ Բացի երեխաներից գալիս էին մեծահասակները, կոչվում էր բանը լիկբեզ, լիկվիդացիա բիզգրամատնեստի, մեծահասակները երկրորդ հերթ էին գալի, նստում սովորում էին գրել կարդալ, հետո
82 թվականին բանի համամիութենական տվյալներով Հայաստանում գիտությունների տեխնացուները եւ դոկտորները հարաբերական սովետի միջին ցուցանիշի հետ տոկոսային, բնակչության հետ հարաբերական ամենաառաջի տեղն էր։ Հայը ստեղծվածը հետազոտելու, ստեղծելու, արարելու համար մեր պատրոնը դա է, մենք դրա համար ենք ստեղծված։ Յուլա գնալու համար չենք, տրտմության համար չենք, ստեղծելու, արարելու, աշխարհը զարդարելու համար ենք։ Այդպես որ մեզ պետք է ուղղակի չխանգարեն։ Խանգարողները շատ են։ Ներսից Ամենտեղից։ Տիկին Ավետիսյան, խոսում ենք, որ մեզ խանգարում են, խոսում ենք, որ մենք շրջապատված ենք թշնամիներով եւ թշնամիները ուզում են մեզ բնաջնջեն, ոչնչացնեն հայի կերպարը, խոսում ենք, որ թշնամին նաեւ ներսում է, խոսում ենք նաեւ, որ դավաճանը նաեւ ներսում է, պատերազմները դավաճանական քայլեր էին եւ միտումնավոր արարք, որպիսի հայ ժողովրդին, հայ ազգին կտրեն իր արմատից, հողից։ Խոսում ենք դրանց մասին, այդ ամենի մասին խոսում ենք, շատերը պատկերացնում են, ոմանք այդքան էլ ոչ, բայց երբ հերթը հասնում է, որ այդ ամենի դեմը պետք է առնվի, չի ստացվում։ Վերջերս ես ծանոթացել եմ պատահմամբ մի աղջկա հետ, անունը Արմանուշ Գրիգորյան։ Ես գնացել էի հիվանդանոց, իր մայրիկն էլ էր այդտեղ պատահմամբ, մայրիկը ինձ մոտեցավ։ Քո հաղորդումները սիրելով։ Այդ աղջիկը գրում է բանաստեղծություններ, բայց գիտես ինչ բանաստեղծություններ է գրում։ Հրաշք։ Այսինքն ես շատ էի ափսոսում, որ Մարո Երկնափեշյանը լուսահոգի մահացել է։ Ու կարծում եմ Մարոյից հետո չենք ունենալու։ Հոպ, եկավ էս աղջիկ։ Ջահել աղջիկ։ Պատմական ֆակուլտետի շրջանավարտ մանկապարտեզում աշխատում, որտեղ մանկավարժի դիպլոմ չունի, որ դպրոցում դաս տա, բայց տեղով խելք է։ Այն երկվորյակների ընտանիքը, որտեղ 11 երեխա կա, հա, Բագրամյան գյուղում, Արարատի մարզի։ Ավագ աղջիկը կարմիր դիպլոմով ավարտել է Խորենացու համալսարանը։ Կարմիր դիպլոմով գնացել է խանութում, գյուղի խանութում աշխատում է գործակատար, օրը ստանում է 3000 դրամ։ Ես հիմա ինչ ասեմ այդ Արարատի սոցիալ բաժնին։ Իրանք մարդ են вообще։ Իրանք չեն հասկանում, իրանք ինչ են անում։ Որ կրթված աղջիկը կարմիր դիպլոմով գնա այդտեղ պամիդոր ծախի, չեն ամաչում, իսկ դպրոցները կողքի գյուղերի փակ են իմիջիալոց, որովհետև բանը վերանորոգումը չեն հասցրել մինչև դպրոցական տարվա սկիզբ։ Երեխաներին ավտոբուսներով տանում են կողքի գյուղերի դպրոցները։ Այդ ինչ բազար է այդտեղ կատարվում։ Չեն ամաչում իրանք։ Ասում ես, էլ իրանք իրենց թշնամի չեն զգում։ Իրանք ուղղակի ծույլ, անգրագետ, անարդար մարդիկ են։ Թշնամությունն այդպես է հոգուտ մատաղ։ Թշնամությունն այդպես է, երբ որ դու անտարբեր ես, քո ազգի նկատմամբ, քո ազգի յուրաքանչյուր ներկայացուցիչի նկատմամբ, քո ազգի կրթությամբ, քո ազգի մշակույթի նկատմամբ, ստեղծել են մի հատ հսկայական մի հատ բալուր, ԿԳՍՄՃԼՊՏ, այդ նախարարության նախարարը սպորտից է հասկանում, կրթությունից է հասկանում, մշակույթից է հասկանում, ինքը ինչի մասնագետ է։ Կինը, որ եկել է այդ հսկայական տաճարի գլխին կանգնել է, միգուցե նորից բաժանեք, մշակույթի նախարարությունը առանձին, կրթության առանձին, սպորտի առանձին, սպորտի բնագավառում խայտարակ եղանք, չէ՞։ Ինչքան կարելի է 0-ով կրվել ֆուտբոլում։ Բայց նաև հաղթեցինք 2-1։ Ամոթը, հələ հիշի Արարատը ոնց էր խաղում, տնաշեննի տղեկ, բայց սենց բանալ, նո, մշակույթը այդ վիճակում, այդ
վերցնում են հնդիկներին ուղարկում են ծիծառնակաբերդ, այդ կնիկը ընդհանրապես առողջ է։ Ինքը հասկանում է ինչ է անում։ Մարդը նստած ասում է ես զզվում եմ հայկական երգերից, հայկական գրականությունից, հայկական ամեն ինչից, այն կնիկն էլ այդտեղ քանդում է։ Քալուն գարել քանդում է մեր մշակույթն էլ, գիտությունն էլ, կրթությունն էլ, դից կարելի է։ Իրանք թշնամի չեն։ Իրանք պարզապես իրանց տեղում չեն։ Այ իրանք պետք է գնային այդ գյուղի խանութում պամիդոր ծախեին, այս աղջկա տեղ, հա։ Տիկին Ավետիսյան, կարծես թե վերջին տարիներին մեր հավատը վաղվա օրվա հանդեպ թուլացավ։ Իհարկե։ Շատերի մոտ նույնիսկ իսպառ բացակայեց։ Անկավ անգամ անձի ինքնագնահատականը։ Անձը իր ուժերի վրա դադարեց վստահ լինելուց։ Ինքը մտածեց, որ Հայաստանում անելիք չունի։ Շատերը նույնիսկ բռնեցին, դժբախտաբար, ցավոք, վտարանդի լինելու ճանապարհը։ Շատերը մեկնեցին, նույնիսկ շատերը տարբեր երկրներում լինելով հայրենիքից դուրս աշխատում են, փորձում են հանապազորիա հաց վաստակել, որ այնտեղ գոյատևեն, որ մի մասն էլ ուղարկեն Հայաստանում ապրող իրենց հարազատներին, մի խոսքով, թե Հայաստանում ապրողների մի մասը, թե Հայաստանը լքածների մի մասը ապրում է ոչ երջանիկ ձևով, ապրում է, որ կարողանա, ժամանակին ասում էին, որ գոյությունը պահպաներ, հիմա ասում են, ապրում են, որպեսզի կարողանան դիմանալ։ Եվ դրան զուգահեռ դա բերում է նրան, որ վաղվա օրվա հանդեպ հավատն է կորցնում մարդը։ Իսկ եթե մարդ իր հավատը կորցնում է, արդեն ազգային ակունքներից հեռանում է եւ միայն տեղ է տալիս նյութական արժեքներին։ Ինչպես հասանք Ինչպես հասանք պարզա, ցավը տանեմ, ախր սա ամենատարածված արտադրատեսակն է աշխարհում։ Դժբախտ մարդիկ ամենամեծ արտադրատեսակն են աշխարհի։ Ուրիշ բան աշխարհը չի Որպեսզի ղեկավարեն, կառավարեն։ Իհարկե, հիասթափված դժբախտ մարդուն հեշտ է ղեկավարելը։ Ինքը չունի երազանք, ինքը չունի իղձ, ինքը չունի վեհ նպատակ, ինքը բանը կարճել է իր ուտելիքի և քնելիքի հարցերի շուրջ ու վերջ, իրան ինչ տեզերք է ուզում թռնել, ուզում բանը հյուսիս է ուզում բացահայտել, նոր քաղաքներ հիմնել չէ, ինքը դառել է պուճուրիկ մարդ, սովետը երբ որ ասում էր, հա մեքենան թանկ է, հա Մայքլ Ջեքսոնի սկավառակ չկա, բայց դուք ունեք վստահություն վաղվա օրվա վերաբերյալ, մենք ծիծաղում ենք, մենք ախմախ ենք, մենք ծիծաղում ենք, ասում ենք պատմում ես վաղվա օրվա վերաբերյալ վստահություն, այդ կորցրեցինք։ Սխալվել եք դուք, որ ժամանակին ծիծաղել եք։ Իհարկե, ես հիմա էլ եմ ծիծաղում, իմ ախմախության վրա։ Երբ որ այն օղորմածիկ խաչիկը Ստամբուլցյան, Աստված հոգին լուսավորի, հայր, որ դուրս էր եկել ասում էր, բանի քիմկոմբինատը պետքա վերացնել Նայիրին, որովհետև օդը բանա կեղտոտում է։ Ես էլ իրակարծիքին էի, ինձ մոտ եկավ տուն իմ հորաքրոջը, հալալ հորաքրոջս տղան, որը մեծ քիմիկոս էր, որը Կիրովականի քիմկոմբինատի գլխավոր տնօրենն էր, եւ այլն, ասեց Լիա ջան, եթե հիմա այդ քիմկոմբինատը քանդեն, Հայաստանը երբեք այդ միլիարդները չի ունենան, որ նորից կառուցի։ Ես ասում եմ լավ, ես ուրիշ դու չես հասկանում։ Այն օրը գնացել եմ այդ տարածքը։ Անապատ։ Իսկի շենք չկա մի հատ։ Նույնիսկ կա նախագիծ, որ այդտեղ թաղամաս կառուցեն թուրքերի համար, հասկանում ես։ Նույնիսկ այդ աստիճանի է
թշնամական վերաբերմունքը Թուրքերի համար թաղամաս կառուցեն Հայաստանում։ դե հիմա մնացած թաղամասերը ինչի համար են կառուցում չինացու համար Թուրքերի համար են կառուցում։ ես կարծում եմ որ այո չի ստացվի դա չի իրագործվի բայց դրա համար են կառուցում Թուրքական գումարներով են սարքում։ այո բայց այդքան թուրքերից փող լափեցին պետք է նյութականացնեն չէ բայց գիտես ինչ դա հետաքրքիր այդ վիճակում հա արագիլները այդտեղ բները սարքել են կանգնել են ոնց որ պահապանելն են ոնց որ բանի մատենադարանի արչև մեծ արցաններն են կանգնած այդտեղ էլ արագիլները դա մի բան նշանակում է Եթե թուրքական փողերը կան արագիլները կարող են դիմագրավել դրանց։ Իհարկե կարող են։ Իհարկե փողը իջա որ արագիլին ինքը բանա հաղթի փողը ոչ մի բան է Հիշում ես բանը օպիոնի պատերազմներ կային Ամերիկայի եւ Չինաստանի միջև երբ Ամերիկան օպիոնը հուպեր տալի չինացին ասում էր չեմ վերցնում հերիք եղավ իմ բնակչությունը փչացնես Ինչու էր դա անում Ամերիկան որովհետեւ կայֆի տակ ապրող ժողովրդին Հեշտ է կառավարել։ Շատ հեշտ է կառավարելը Ինչ արեց հետագայում Միացյալ Նահանգներում իշխանությունը Հիպիներին նարկոման դարձրեց Հիպիները որ պաշտոնյաների զավակներ էին կրթված մարդկանց սերունդն էր դարձան նարկոման ու դուրս եկան ընդհանրապես շրջանառությունից որպես ապագա կառավարիչներ Ինչ արեցին հետագայում Միացյալ Նահանգները պայքար ծխելու դեմ բայց օպիոնը կարելի է կանեփը կարելի է այսօր տեսնես Միացյալ Նահանգներում կանեփի խանութը կարմիր գորգ է փռած ոնց որ Հոլիվուդի աստղերի համար Դե Կալիֆոռնիա նահանգում եւ կարծում մի քանի նահանգներում եւս ազատ վաճառք է Դու կարծում ես դա պատահական է որ այն նահանգում որտեղ ապրում են հայերը ազատ վաճառքը դրա Ես առհասարակ որևէ բան չեմ կարծում որ պատահականություն է եւ դա այո իր մեծ գործոնը պարունակում է հենց հայերի մասով Այդ բոլորը դրա համար է արվում որ մարդը դառնա անասուն որովհետեւ մարդուն կառավարելը դժվար է մարդը ունի վեհ նպատակներ ունի երազանքներ ինքը ուզում է դառնա տեզերագնաց Ինչպես մեր սերնդի, ինչպես ինձանից ավակ սերնդի մեջ կար այդ ազնիվ մղումները Այո ուսման, դաստիարակության, ազգին, ժողովրդին, երկրին պիտանի լինելու այդ մեծ ջիղը կար, որ մանկուց ներարկվում էր այդ ամենը։ Իսկ հիմա կարծես թե Ну, կան իհարկե, այդքան վատ չի, Հարիկ ջան։ Այդքան վատ չի, որովհետև բազմաթիվ մարդկանց ճանաչում եմ, որոնց զավակները սովորում են, որ պիտանի լինեն։ Այո, ինչ խոսք կան եւ հատկապես այդ լավերն էլ շատ լավն են։ Այսպես ասած եւ նրանք էլ համաշխարհային մակարդակի աստիճանի եւ միգուցե էլ ավելի բարձր արժեքների Համաշխարհային մակարդակը շատ կուզի, որ հայի մակարդակ ունենա։ Համաշխարհային մակարդակը բարձրացնում է հայը։ Իսկ սկզբանե էլ այդպես եղել Տիկին Ավետիսյանը։ Այո, իսկ սկզբանե էլ այդպես էր, ապրես։ Չեմ կարող վիճել այդ հարցը։ Մարսախոդը որ սարքում էին, 27 հոգուց 15-ը հայ էր։ Միացյալ Նահանգներ։ Լիովին համակարգ։ Հիմա գնա NASA-ում բան սախոյեն։ Եկել է այն հատվածը, երբ մեր հետևորդները եւ այն մարդիկ, որոնք լսում են ձեր խոսքը, անհամբեր սրտի թրթիրով սպասում են այսօր Տիկին Ավետիսյանը, ինչպիսի նորությունով, ինչպիսի հետաքրքիր իրադարձություն է ներկայացնելու հեքիաթի տեսքով։ Գիտես, այսօր պատմելու եմ արաբական հեքիաթ, բայց հետո կասեմ ինչի եմ արաբական պատմել։ Վերջում եք ասելու։ Այո, վերջում։ Մաարուֆ կոշկակարի հեքիաթ։ Ընդհանրապես 1000 ու մի գիշերը արաբական է, հա, համարվում, բայց արաբերեն չկա 1000 ու մի գիշեր։ Իրանք ասում են Լեյլա Լեյլա վա Լեյլա։ Գիշեր ու մի գիշեր։ Նրանք նույնիսկ օծանելիք ունեն այդ անունով։ Հա, բայց
Բրենդը իրանցն է, այո, բովանդակությունը հետո կխոսենք ինչպիսինն է։ Ուրեմն լինում է չի լինում մի փինաչի, ինքը կոշիկ կարել չգիտի, ինքը կոշիկ կարկատել գիտի։ Ու գնում է ամեն օր շուկա, նստում է այնտեղ, ով գալիս է, իրանց կոշիկները ինքը նորոգում է։ Ունենում է մի խայտառակ զզվելի կին Ֆաթիմա անունով, որը վատ բնավորության տեր էր, այնքան վատ բնավորության, որ հարևանները իրան անվանում էին վատ բանի կտոր։ Մի օր Մարուֆը գնում է շուկա աշխատելու, կինը ասում է Ղադաև կառնես ինձ համար, բայց տես հա մեղրով սարկած լինի, շիրայով սարկած չլինի։ Այս Մարուֆը գնում է շուկա, նստում է տեղը, ամբողջ օրվա ընթացքում ոչ մեկը չի մոտենում իրան։ Ու գլխիկոր վերադառնում է տուն, կողքի բանը հաց թուխը ասում է, «Էս ինչ ա եղել», Մարուֆ ասում է, «Սենց կինս խնդրել էր Ղադաև», ասում է, «Այ քեզ կես ֆունտ Ղադաև, ախպեր ջան, երբ որ փող ունենաս կվճարես»։ Սա ուրախ գալիս է տուն, կինը նայում է, ասում է, «Էս շիրայով է սարկած»։ Բայց ասել է մեղրով անպայման լինի։ Ու տուր թե կտաս, այդ Ղադաևը տալիս է գլխովը, հարցակվում է վրեն, մորուքի կեսը պրճոկում է, հարևանները գալիս հավաքվում են, ասում են, «Այ Ֆաթիմա դու քեզ հավաքի, էս ինչ իսկականից են վատ բանի կտորես» եւ այլն։ Ասում է, հա դե լավ։ Մյուս օրը իմանալով, որ հարևանները արդեն իմացել են ամեն ինչ, գլուխը կապում է, ձեռքը կապում է, արյունոտած շորերով, գնում է դատավորի մոտ։ Դատավորը պահակներին ուղարկում է շուկա, Մարուֆին բերում են դատավորի մոտ։ Էն ասում է, դու ինչ ես կնոջդ ծեծել երեք։ Ինչ անպիտան մարդ ես դու։ Ինչ կասես, էն էլ վախում է բան ասի, հանդիմանի։ Ու դատավորը ասում է 10 անգամ իր ոտքերին փայտով խփել այդ բաներին, կրունկներին։ 10 անգամ խփում են փայտով, այս խեղճ Մարուֆը վերակենում, հազիվ գնում է նավահանգիստ, մի հատ նավ է տեսնում, նստում է նավը, որ թողնի գնա։ Ծովի մեջ փոթորիկ է լինում, նավը խորտակվում է։ Մենակ ինքը մի փայտից բռնած հասնում է ափ ու ուշագնաց պարկում է այդտեղ։ Աչքերը բացում է, տեսնում է մի հատ հրաշալի մարդ կանգնած է երկու ստրուկի հետ միասին։ Ասում է, անունդ ինչ է, դու ով ես։ Ասում է, չգիտեմ։ Ասում է, դու կարող ես Կահիրեից ես։ Ասում է, այո։ Ասում է, Կահիրեում մի հատ Հյուսն կար, հիշում ես իրան։ Ասում է, հա բա ոնց իր տղու հետ խաղում էինք մենք բակում։ Ասում է, ես այդ տղեն եմ, Ալին եմ։ Արի ախպեր ջան, արի։ Տանում է իրան տուն, սիրուն հագցնում, ուտացնում, խմացնում, ասում է, արի սենց անենք, ես քեզ տամ 1000 ոսկի, արևտրականի շոր հագցնեմ, կգնանք արևտրականների մոտ կնստենք, իրանք քեզ հարգալից կընդունեն, իմ տված բնութագրի համաձայն, ու կսկսես քո գործը, կառնես կծախես, առաջ կգնաս։ Այդպես էլ արեցին։ Հիմա ճանապարհին կարիքավոր մարդիկ գալիս են փող են ուզում իրանից։ Ինքը գից սա 1000-ը բաժանում եմ աղքատներին։ Գնում է այդտեղ հասնում է, այս մարդիկ շատ լավ ընդունում են իրան, արևտրականները։ Ու ինքը պատմում է, որ սենց մնացի առանց ոսկի ու բոլորը հերթով իրան առաջարկում են պարտքով փող։ Ինքը ինչքան պարտքով փող վերցնում է, այդքան բաժանում է։ Ի վերջո գործը հասնում է նրան, որ 60000 ոսկի ինքը մարդկանց պարտք է։ Բայց ինքը ասում է, «Էսա իմ քարավանը կգա, ես բոլորիդ պարտքերն էլ կտամ, ձեզ նվերներ էլ կտամ շքեղ»։ Խոսքը հասնում է թագավորին։ Թագավորին վիզիրը ասում է, «Սենց մարդ կա այդտեղ, վտանգավոր մարդ է»։ Արդեն իսկան պարտ կա հասել։ Թագավորը ասում է, որտեղ հարուստ է, թող գա աղջկա սուզի։ Պատմի իրան, թե ինչ լավ սիրուն աղջիկ ունեմ։
Իսկ վեզիրը ինքը աչք ունի այդ աղջկա վրա։ Վեզիրը ինչքան համոզում է թագավորին, ինքը ասում է չէ, դավայ գրաբեր։ Ես Մարուֆը գալիս է մոտը։ Ասում է, չես ուզում իմ աղջկա հետ ամուսնանալ, սիրուն աղջիկ ունեմ ջահել։ Ասում է, թագավորն ապրած կենա, կուզեմ, բայց ես այդքան փող չունեմ, պետք է աղջկատ 5000 ոսկի նվեր տամ, հարսանեկան նվեր։ Պետք է 10000 բաժանեմ ես բոլոր շնորհավորողներին։ Պետք է սեղան դնեմ։ Ես ասում եմ, պետք չէ, հեսա իմ գանձարանը, համարի որ քոնն է, այդտեղից կօգտվես։ Ամուսնացեք։ Ամուսնանում եմ, մի հրաշալի աղջիկ ուներ։ Այդ աղջիկը շատ է սիրում Մարուֆին։ Մարուֆն էլ իրան։ Ես պետք է ասեմ, որ արաբական աշխարհում կին ունենալը կապ չունի, եթե դու գնում ես ուրիշ քաղաք կամ ուրիշ երկիր, դու իրավունք ունես մի հատ էլ ամուսնանալ։ Կամանդիրովկի ամուսնություն։ Այդպես իրանք ապրում են, ջան ասելով, ջան լսելով։ Սակայն մի օր վեզիրը գալիս է թագավորի մոտ, ասում է գանձարանը դատարկ է։ Մարուֆը ցակ բաժանել է էլի։ Արի աղջկատ կանչենք։ Մի հատ թող ինքը ճիշտ ասի, էլի այդտեղ ինչ է կատարվում։ Կանչում են աղջկան։ Ասում է ինչ կասես իր մասին։ Ասեց ես էսպիսի լավ մարդ չեմ տեսել։ Բարի, սիրող, համբերատար, հրաշալի մարդ է։ Ասում է, բայց իր քարավանը, որ ասում էր ուր է, ասում է, հեսա կգա քարավանը։ Գնում է մարդուն ասում է, գլուխդ կտրելու են։ Էս քեզ 5000 ոսկի է, են էլ ձին, հեծի ու փախի։ Կգնաս են մի տեղը կմնաս, որ խաբար անես ինձ, ես էլ գամ քո մոտ։ Ես ուրեմն սովոր չի ձի քշել։ Անապատով քշում է, հետո հոգնում է, իջնում է։ Ձիուց ոտը սոտ է տալի, տեսնում է ինչ-որ ավազի տակը մի հատ ինչ-որ օղակ է։ Օղակից քաշում է, տեսնում է դուռը։ Դուռը բացում է, մտնում է ներքնահարկ։ Այդտեղ 4 սենյակ է, մեկի մեջ զմրուխտ է, մեկի մեջ ալմաստ է, մեկի մեջ ոսկի է, 4-րդ սենյակը դատարկ է, մի հատ տուփ է դրած, մեջը մատանի։ Այդ մատանին բացում է, ուզում է հագնի, քսում է։ Ջինը ասում է, տերիմ, ինչ կուզես ես քեզ համար անեմ։ Ասում է, էսա գանձերը հադի դուս։ Մի անգամից հայտնվում են մարդիկ, որոնք բոլոր գանձերը հանում են դուրս։ Ջինը ասում է, ինչ կուզես տերիմ, իսկ ջինը իհարկե արաբական եկյատներում ասում է, կուզես քանդեմ, թե կառուցեմ, կուզես սպանեմ, թե հետ բերեմ, ամեն ինչ կարող է։ Եվ ինքը ասում է, բանա, քարավանա պետք, որ տանի ես բոլորը։ Հայտնվում է քարավան, ուխտերը, մամլուկները, գեղեցիկ հագած, երկու կողմով շարված, գնում են ու բանի մեկին ուղարկում են սուրհանդակ, թե թագավորին ասակ եկեք գալիս ենք։ Քաղաքը տոնական զարդարում են, սպասում են, որ հեսա պետք է Մարուֆը գա։ Մարուֆը գնում է։ Այս բոլոր գանձերը գանձարան է լցնում։ Հա, մեկ էլ ինքը խնդրեց ջինից, թե թանկարժեք շորեր, մետաքսներ, Հնդկաստանից, Չինաստանից, Արևելքից բերեք նաև մի քանի դավա։ Էդ էլ լցնում է բանում, պալատում ու բոլորին, ով իրան լավություն արե, այդ արևտրականներից, բոլորին նվեր է տալիս, բացի պարտքը վերադարձնելուց։ Ու թագավորը վեզիրին ասում է, տեսար, որ էլի դու սուտ էր, ասում է գլուխդ կտրեմ լավ է։ Ու ուրեմն Մարուֆը երջանիկ կնոջ հետ գնում են ննջարան, մեկ էլ հայտնվում է գազազած Ֆատիման։
Ասում է, ահա, ինձնից փախել ես, որ ստեղ քեզ լավ զգաս, ես էսա քեզ ուզում այրեսը պրճոկի։ Բայց կինը խելացի աղջիկ էր, ինքը հիշում է այդ մատանու մասին, այո, երկրորդ կինը, ինքը քսում է մատանին, ջինը հայտնվում է, ասում է սրան տար ստեղից։ Առաջի կնոջը հեռացում է։ Առաջի կնոջը այգում իրանք շղթայում են ծառին, անշարժացնում են և հույս ունեն, որ մի օր մարդ կդառնա։ Այն կնոջը, որը բանսարկությամբ զբաղվեց եւ ամուսնուն հարվածների ենթարկեց։ Հա, բայց իր շնորհիվ ինքը այսպիսի բախտի արժանացավ։ Եվ երկար տարիներ իրանք երջանիկ ապրել են։ Իսկ թագավորի աղջիկը ու Մարուֆը երջանիկ շարունակել են ապրել։ Երազանքեր, որ քարավանը պետք է գա, եկավ։ Երազանքը լավ բան է։ Իհարկե արաբականի դեպքում դա շատ նյութական է, մեր դեպքում դա բարձր է, բայց ինչու ես պատմեցի այս հեքիաթը, որովհետև այն հանդիսավոր արևտրականի շորը դա հայի տարազը։ Արևտրականի շոր, երբ որ ասում են աշխարհի բոլոր հեքիաթներում, դա հայի տարազը։ Հայի տարազով մարդիկ նստում էին, ասենք թե քարավան էր գնում, քարավանապետը պետք է հայի տարազով լիներ, որպեսզի ամբողջ արևելքով մեկ ինքը կարտ բլանշ ունենար, գրին կարտ ունենար։ Հետաքրքիր հեքիաթ, ուսուցողական, դաստիարակչական, ունի իր տարբեր շերտերը։ Այո։ Ինչ խոսք բոլոր հեքիաթների մեջ կան նմանություններ, ինչպես բոլոր հեքիաթներում, այստեղ եւս բարոյականությունը, մարդկային վսեմ արժեքները առաջնային վայրում են։ Հավատարմությունը, բարիությունը, մարդուն հասնելը շատ կարևոր են։ Դրա համար երեխաներին պետք է հեքիաթ կարդալ, որ մարդ մեծանան, որ ժլոբ չմեծանան։ Եվ վերջում, Հայաստանը կարող է դառնալ ամբողջ մարդկության ուղեցույցը։ Պատկերացրու, որ հիմա էլ կա, մեզ զուր են տենց նսեմացնում, երբ որ դու լսում ես, որ Հայաստանը փոքր երկիր է, հայերը փոքր ազգ են, այդպես չի, հայերից էլ ես լսում, չէ, այդպես չի, ես հազար դեպքեր գիտեմ, երբ որ մարդիկ իմանում են, որ դիմացինը հայ է, այլ կերպ են սկսում վերաբերվել։ Հատկապես արաբական երկրներում։ Ոչ միայն, իմ տեղակալը գնացել էր մի քանի տարի առաջ երեխեքի հետ Իտալիա, այդտեղ բնակարան էին վարձել, ապրում են Վենետիկում։ Վերջի օրը տանտերը եկավ, որ ընդունի բնակարանը։ Երբ որ իմացավ, որ իրանք հայ են, Հայաստանից են եկել, ասաց ես ես չեմ թողնում։ Ձեր բանը տոմսերը փոխեք ինքնաթիռի, մի օր մնում եք իմ հաշմին ու քեֆ ենք անում, որովհետև ես սաղ կյանքս երազել եմ, հայ տեսնեմ ու հային պատիվ տամ։ Նմանատիպ դեպքերը ոչ մեկն են, ոչ հազարն են, անթիվ են եւ անհամար։ Այո, այո։ Շնորհակալություն Տիկին Ավետիսյան։ Ես եմ շնորհակալ, ապրեք, լավ ապրեք, երջանիկ եղեք։ Մեր հանդիպումները շարունակական են եւ մենք հետաքրքիր միևնույն ժամանակ ուսուցողական, դաստիարակչական թեմաներով կհանդիպենք եւ կունենանք զրույց։ Մադատից։ Ամենայն բարիք ձեզ։ Ձեզ էլ, բոլորիս, ազգովի։ Այսպեսին էր այսօրվա տեսլականը, զրուցակիցս արևելագետ հայագետ Լիա Ավետիսյանն էր։ Բա ինչի՞ չես ասում, որ ես գրող եմ։ Ինչի՞։ Ինչպես նաեւ գրող եւ հրապարակախոս Լիա Ավետիսյանն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։ Ֆուկ արեցին Ալիևին ամեն տեղից։ Չի ստացվելու, երկուսն էլ վարի են գնալու։ Սա հերթական խաղն է, յեհուդական։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարեց, որ ճանաչում է հայոց ցեղասպանությունը։
Գիտանյախուն գող, ավազակ հանցագործա։ Իրա բերանը դուս խոսք չկա, հոգուտ մատաղ։ Սիրիայից բաց թողած հերթիրը ընկավ հենց կնեսետի վրա, իրենց ազգային ժողովի վրա։ 37 դի հանեցին պատգամավորներ։ Նայիրի Հունանյանը տականքը մտավ եւ պղծեց մեր ազգային ժողովը, իսկ դա ազգի սիրտն է։ Եվ Իսրայելը կճանաչի հայոց Չէ, ցեղասպանությունը։ բտկիցը տանը ինչ ես խոսում։ Լացը կգա իրանց։ Ինչ ես խոսում։ Իրար այսպես բռնել են, երկու գող ավազակ այսպես իրար բռնել են։ Ալիևին քցի, ստորացնի, ասի էսես։ Էրդողանը ուզում է Ալիևին ստորացնել։ Իհարկե։ Իսկ ես անընդհատ քեզ ասում էի, որ Ալիևը այսօր է քուծա